Մարիա հեռուստասերիալում Տիկին Ալիսան պատահաբար լսում է, թե ինչպես են Նոնան ու Ալլան քննարկում Ռաֆի ու Մարիայի ապագան, որոշելով ամեն բան, որպեսզի նրանք միասին լինեն։ Տիկին Ալիսան չդիմանալով զայրույթին, Ալլայի հեռանալուց հետո լուրջ խոսակցություն է սկսում Նոնայի հետ։ Նա պարզ ասում է, որ պատրաստ է դուրս գալ ցանկացածի դեմ, ով կփորձի վնասել Մարիային։ Նոնան սակայն ձևացնում է, իբր չի հասկանում ինչի մասին է խոսքը։ Նրա համար այս պահվածքը նորություն չէ, այսքան տարի նա բացահայտ թշնամանք էր տածում Մարիայի հանդեպ, իսկ հիմա ձևացնում է, թե մոռացել է անցյալը, պատճառաբանելով, որ Մարիան իր վրա ներգործել է Աբուլի ու իրենց հանդիպումը կազմակերպելով։ Սակայն դժվար է հավատալ, որ Նոնայի վերաբերմունքը անկեղծ է։ Շատ հավանական է, որ նա պարզապես փորձում է ժամանակ շահել իր նոր պլանները իրականացնելու համար։ Դավիթն էլ հայտնվում է այն պահին, երբ Մարիան ու Անին միասին են։ Նրա բառերն ու վիրավորական խոսքերը Մարիայի հասցեին էլ ավելի են սրում իրավիճակը։ Մարիան չդիմանալով հունից դուրս է գալիս ու հարցնում Դավիթին, թե ինչու նա դեռևս չի հանգստանում, ինչ է ուզում իրենից, չէ՞ որ իրենք բաժանվել են ու այլևս ոչ մի կապ չունեն։ Դավիթի այս պահվածքը ցույց է տալիս, որ նրա զգացմունքները Մարիայի հանդեպ դեռ կենդանի են եւ նա պարզապես չի կարողանում համակերպվել իրենց բաժանման հետ։ Հանդիպումից հետո Մարիան գնում է այգի, Սոֆիայի ամուսնու հետ հանդիպելու։ Նրա նպատակն է պարզել, ինչպես կարող է փրկել իրավիճակը, քանի որ դատարանը մինչև հաջորդ նիստը երեխային տվել է Սոֆիային։ Մարիան հասկանում է, որ մեծ սխալ է արել հավատալով Սոֆիայի պատմածներին, եւ հիմա պետք է ամեն բան անի, որպեսզի երեխային վերադարձնեն հորը։ Սակայն նա չի կասկածում, որ Դավիթը իրեն հետևում է։ Դավիթը, ով իրականում գնացել էր Անիի մոտ, պարզելու Մարիային սպառնացող վտանգի մանրամասները, սկսում է հետևել նրան, տեսնելով նրան Սոֆիայի ամուսնու հետ խոսելիս։ Դավիթի նպատակն է պաշտպանել Մարիային առանց իրեն մատնելու։ Սակայն այս իրավիճակում ամեն ինչ կարող է սխալ ընկալվել։ Չի բացառվում, որ Դավիթը նույնիսկ կարող է սխալ հասկանալ Մարիայի ու Սոֆիայի ամուսնու հանդիպումը, մտածելով, որ այստեղ ինչ-որ բան այն չէ։ Իսկ Աշոտը կրկին Սաշի թակարդը ընկած փորձում է Ռուբենի հետ խոսել Սաշի ու Մարիայի հարաբերությունների մասին։ Ռուբենը կտրականապես հերքում է, ասելով, որ ոչինչ չէր կարող տեղի ունենալ առանց իր իմացության։ Նա նույնիսկ նշում է, որ այսօր այդ թեմայով խոսել է նաև Աբուլի հետ եւ Աբուլը եւս տարօրինակ բաներ է ասել Մարիայի ու Ռաֆի հարաբերությունների մասին, ինչը դեռ պետք է պարզել։ Այս իրավիճակում շատ հավանական է, որ Ռուբենը կփորձի ավելի խորը հասկանալ, ինչ է տեղի ունենում իրականում, եւ միգուցի որոշի ինքնուրույն խոսել Մարիայի հետ, պարզելու համար նրա ու Ռաֆի հարաբերությունների իրական պատկերը։ Հարգելի հետևորդներ, ինչ եք կարծում, արդյոք Դավիթին կհաջողվի օգնել ու պաշտպանել Մարիային, եւ արդյոք Մարիան կիմանա այդ մասին։ Գրեք ձեր կարծիքները մեկնաբանություններում եւ բաժանորդագրվեք այս սալիքին, որպեսզի առաջինը տեղեկանաք նոր զարգացումներին։ Կարայինք չէ, մենք հիմա օրինակ տանը լինեինք։ Ես կլինեի անկապին։ Ես սուրճ կխմեի տանը, սուրճ։ Մենք էլ նկարաման ենք մի խոսքը։ Այսա։ Տիկնա, նստել ես։ Ես ձեզ ուզում եմ ցույց տալ, թե ոնց է հնարավոր դառնալ դերասան եւ ուղղակի պարկած փող աշխատել։ Խնդրեմ։ Սովինան, ինչի՞ չես աշխատում։ Ալլա, աշխատի։ Որովհետև չգիտեմ։ Այսօր եմ նկարահանման, այսօր նեժնի նկարահանում է, էլի, он մոսկովաց նամար, չէ սուր։ Նեժնին ես տես պասմել և դու իրան գովազ կանես։ Ես Վարդանի կյանքից եմ ուզում։ Գրավատս քանդելա մեջը պարկելա։ Ջուրը տվեցինք։ Հիմա տալիս ենք ուտելիքը։ Հələ մի բան է, ես եմ իրան խանգարում, իրան մլծիկից խանգարում եմ, կտրում եմ իրան։ Ես իրան ուզում եմ։ Время пройдет.
пройдет, и ты забудешь все, что было. С тобой у нас, с тобой у нас. Բայց այս տաղանդա մեր Էլենչոն։ Սուրենը կրևանում, թե ուրա թամին, ես 2 րոպե շուտ հասել եմ։ Har Krishnային։ Krishnային։ Ես պատրաստ եմ։ Մենք ֆիլտրով ենք ստորյանում, որ մեր տանջված դեմքերը չտենակ։ Երեխեք դուք գիտեք մենք ինչ բարդ տեսարան ենք խաղացել այսօր, երկուսով, այն որ ուժ չունենք։ Հա, սպառվել ենք, բայց ասա որ ժամը 6:10-ա, ես դեռ ուրա։ TV-ում եմ։ Դեռ նկարահանման եմ, ես բայդրությամբ պետք է սցենար կրկնեմ առավոտին 9:30-ից այստեղ եմ, 3:00-ից եւ վաղ այստեղ եմ։ Я в плену, помогите։ Այսենց վաղեմի ընկերներով Գևորգին ուսանողական տարիների ընկերն է, իսկ Ռոմելը իմ լավ ընկերն է։ Եկել ենք պրիմերային։ Այո, Սպասեք առաջիկա դարված սերիաները։ Երևի կհայտնվի։ Երևին որ նա հայտնվելու է, չէ՞ Գրիգ։ Այո։ Ես այսօր այնքան բան եմ հասցրել անեմ, ուղղակի չեք կարա պատկերացնեք, իսկ պատկերացնելու համար մենակ մի բան կասեմ։ Ժամը 6-ն է լինում, ես մինչև հիմա սուրճ չեմ հասցրել խմեմ, ինձ թվում է այդքանով ասվածը թե այս առավոտից ինչ վազվզոցի մեջ եմ։ Ինձ 2 կիլո համբերություն, 3 կիլո ներվեր, մեկ էլ մի 4 մեշակ փողա պետք, ով կոգնի։ Լավ վերջինը կատակ էր, բայց նախավերջինում նախավերջինը ճիշտ էր։ աղջիկս կոֆե է պատրաստում։ Տոկը չտա։ Չէ, պլաստմասը։ Նկարան չէ, մենք կնոց աշխատանք ունենանք, որ մեր գործը սկսվի ժամը 3-ից 3-ը։ 3-ին ու 6-ին ավարտվի։ Ինչ վատ կլիներ։ Շատ փող չենք ուզում, լավ 3 ժամը։ Շատ չէ, մի քիչ քանը որ։ Նորմալ։ Մարիա ջան, էս արդարա, որ սենց ցուրտ է հոկտեմբերին։ Իսկ արդարա, որ ես այսենց պիտի նկարվեմ առանց պես Մի պիջակի։ բացի շորերը։ Դա ի՞նչ ձև է։ Ողորդ ես իմ աբուլին եմ տեսել։ Արի։ As for now drinking. Շատ։ Չէ, շատ։ Այո։ Կյանք կարող է Մեր նկարահանումները շարունակվում են Մարիա հեռուստասերիալի։ Ես ու Թամարիկը սենց բարի ադրացիական հարաբերություններով